Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ կամ Արցախի Հանրապետություն։ Այս բառերը մեզ համար չափազանց կարևոր են եղել միշտ։ Չկա մի հայ աշխարհում կամ մի Հայաստանի քաղաքացի, որը չունենա ուղիղ ինչ-որ մի կապ այդ բառերի հետ։ Արունակցական կապ, պատմություն, տրված արուն, հաղթանակի համար հպարտություն, կորուստի համար ցավ, ընտանեկան ցավ։ Գիտեք, 88 թվականից Արցախը դարձավ մեր ողնաշարը։ Ես վստահորեն կարող եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի երրորդ հանրապետությունը կառուցվել է Արցախի շուրջ։ Արցախը դարձավ այն ողնաշարը, որը ուղեց մեր մեջքը։ Բոլորը անխտիր քաղաքական դաշտ եկել են Ղարաբաղով, եկել են Ղարաբաղից կամ եկել են Ղարաբաղով։ Հայաստանի առաջին նախագահը եկավ իշխանության Ղարաբաղը պահելու նպատակով։ Հայաստանի երկրորդ նախագահը եկավ Ղարաբաղից եւ Ղարաբաղը պահելու նպատակով։ Հայաստանի երրորդ նախագահը եկավ Ղարաբաղից եւ Ղարաբաղը պահելու նպատակով։ Հայաստանի ղեկավարները նաեւ լքել են իրենց պաշտոնները Ղարաբաղի պատճառով։ Առաջին նախագահը լքեց իր պաշտոնը, որովհետեւ ուներ անհամաձայնություն, թե ինչպես պահել Ղարաբաղը։ Երրորդ նախագահը մերժվեց, որովհետև ուզում էր պահել Ղարաբաղը։ Դրա մասին քիչ ուշ։ Հայաստանի բոլոր, կրկնում եմ, քաղաքական ուժերը ուզում էին պահել Ղարաբաղը եւ եկել են Ղարաբաղով, բացի մեկից՝ Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանը, այո, նույնպես եկավ Ղարաբաղով։ Նա եկավ Ղարաբաղը ուղղակի հակառակ կողմից, նա եկավ մերժելով Ղարաբաղը։ Դա շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր այսօրվա պատմությունը այս կետից շարադրել, հիշել, թե Նիկոլ Փաշինյանը ով է եւ ովքեր էին շրջապատում կամ ովքեր են շրջապատում Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը մի անձնավորություն է, որ իր ողջ գիտակից քաղաքական եւ հասարակական կյանքում մերժել է Ղարաբաղը։ Մերժել է եւ Ղարաբաղը եւ արցախիզմը, այսպես կոչված, որովհետեւ ամբողջ այդ փաթեթը, որը հայ ժողովուրդը, այդ ողնաշարը, որը մենք բոլորս կառուցել էինք Արցախի շուրջ, Նիկոլ Փաշինյանը մերժում էր։ Եվ իր շուրջ հավաքվել էին այն մարդիկ, որոնք նաև մերժում էին Ղարաբաղը։ Խնդրում եմ, եկեք ֆիքսենք, որ օֆիցիալ, սորոսականության օֆիցիալ նպատակը Հայաստանում, դա Հայաստան է առանց Ղարաբաղի, որովհետև Հայաստանը առանց Ղարաբաղի նշանակում է նաև իրենց ընկալումների մեջ Հայաստանը առանց Ռուսաստանի, դա նշանակում է Հայաստանը մտցնել այսպես կոչված գլոբալ աշխարհի մեջ, իսկ գլոբալ աշխարհի հետևանքները մենք բոլորս այսօր կրում ենք։ Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր պատկերացումները Ղարաբաղի շուրջ։ Նա բազմիցս դրա մասին գրել է։ Դուք կարող եք նույնիսկ կարդալ իր վերջի գրքում երկրի հակառակ այն կողմը, թե հակառակ կողմը, շատ հետաքրքիր նկարով։ Եվ որտեղ նա գրում է, թե Ղարաբաղը ինչ է իր համար։ Եվ ինձ համար այսօրվա մեր զրույցը ես սկսեի ինձ համար շատ կարևոր մի դրվագով, երբ հիշում եք, վստահ եմ հիշում եք, երբ իմ ընկեր Արման Սաղաթելյանը ազգային ժողովում այն ժամանակ 2018 թվականի գարնանը հարց տվեց վարչապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանին, թե Շնորհակալ եմ, պարոն Փաշինյան, ես ձեր պատասխանից շարունակեմ թեման իմ գործընկերոջ բարձրացրած բանակցությունների միջոցով չեզոքացնել այդ բոլոր ռիսկերը եւ խնդիրները, որոնք որ կան, եւ շարունակեմ մի ցիտատով։ Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձենք Ադրբեջանին։ Մերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշին։ Հարցս հետևյալն է. արդյոք ձեր նախկին պատասխանի եւ այս ցիտատի միջև չեք տեսնում հակասություն։ Եվ արդյոք, ինչպես ասվում է, քաղաքական իրողություններով պայմանավորված, դուք նույն կարծիքին եք, թե այլ, այս պահի դրությամբ եւ այսօր։ Շնորհակալ եմ։ Այս ընթացքում ես 15 անգամ այդ օրը հայկական ժամանակում տպագրված իմ հոդվածի լուսապատճենը հրապարակել եմ 15 անգամ։
որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի։ Եվ ես ցավում եմ, որ դուք զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ։ Երբ Արման Սաղաթելյանը վերադարձավ կոնկրետ հայկական ժամանակի տպագիր օրինակով, որտեղ կար այդ հոդվածը, որը ստորագրված էր Նիկոլ Փաշինյանը դահլիճից փախել էր։ Բայց ես ուզում եմ այստեղ հստակ ձեզ հիշեցնեմ ոչ թե Արման Սաղաթելյանի հարցը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի սկզբում սուտ այնուհետև փախուստը։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդկանց գոռոցը, որոնք Արման Սաղաթելյանի հարցից շատ կարևոր է, երբ նա ցիտում էր Նիկոլ Փաշինյանի տողերը, գոռում էին, վիրավորում էին եւ անվանում էին Արման Սաղաթելյանին թալանչի։ Ես շատ ցավում եմ սրա համար, անշուշտ դուք կարող եք միշտ փոխել ձեր դիրքորոշումը, շտկել ձեր վերաբերմունքը այս կամ այն հարցի վերաբերյալ, ելնելով, ինչպես ասվում է, քաղաքական իրողություններից, բայց համոզված եմ, որ այս ամբիոնից եւ ակնհայտ սուտը քաղաքական գործչին հարիր պահված չէ։ Մնացեք բարիավ, շնորհակալ եմ։ Անցավ ուղիղ 2 տարի։ Ես վստահ եմ, որ դուք այսօր գիտեք, որ Արման Սաղաթելյանը ուղղակի փորձում էր մեզ բոլորիս զգուշացնել, որ այդ մարդը ունի իր հստակ ծրագիրը եւ իր հստակ պատկերացումները։ Թե ինչ էր Արման Սաղաթելյանը թալանել, որովհետեւ դուք կոչում էիք, մենք կոչում ենք, եթե ուզեք Արման Սաղաթելյանի թալանչի, ես չգիտեմ, բայց ես վստահ գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ թալանեց։ Մեզանից վերցրեց մեր ողնաշարը, որովհետև Նիկոլ Փաշինյանը չէր համարում եւ չի համարում, որ Արցախը երրորդ հանրապետության ողնաշարն է։ Նա վստահորեն կարծում էր, որ Արցախը երրորդ հանրապետության քաղցկեղն է, որը պետք է կտրել եւ շպրտել այն կողմ։ Եվ ես այսօր ձեզ պատմելու եմ, թե ինչպես նա հետևողականորեն 2.5 տարիների ընթացքում պատրաստեց Հայաստանի Հանրապետությունը կապիտուլյացիայի եւ պարտության։ Իլհամ Ալիևը միշտ փորձում էր լուծել Ղարաբաղի հարցը պատերազմի ճանապարհով։ Նա միշտ փորձում էր այդ բանը անել եւ դրա համար նրան հարկավոր էր 3 հիմնական կետ։ Կետ 1. Դիվանագիտական բալանսի խախտում, նա պետք է ստեղծեր մի իրավիճակ, որ Հայաստանը լիներ ոչ շահեկան դիվանագիտական վիճակում։ Երկրորդը դա ռազմական բալանսի խախտումը, այո, նա միշտ ձգտել է եւ մինչեւ վերջերս նրան չէր հաջողվում ունենալ դրական բալանսի խախտում ի օգուտ Ադրբեջանի, ի վնաս Հայաստանի, եւ երրորդը նա միշտ փորձել է քանդել Հայաստանը ներսից, որովհետեւ երբ հասարակությունը ամուր է, այդ հասարակությանը անհնար է հաղթել։ Հայաստանի Հանրապետությունը իր ողջ խնդիրներով մինչեւ Նիկոլ Փաշինյանի Երևան գալը միշտ եղել է ամուր, որովհետև համարել է, որ ներքի խնդիրները մի կողմ, արտաքին թշնամին շատ ավելի վտանգավոր է եւ թշնամի է, քան ներքին խնդիրները։ Նիկոլ Փաշինյանը այդ 3 կետերը հետևողականորեն փոխեց։ Այդ 3 մեր հենասյուները հետևողականորեն քանդեց։ Սկսենք ամենավերջինից, ներքաղաքականից։ Կետ համար 1, իհարկե, նրան պետք էր վերցնել ԵԿՄ եւ քանդել ԵԿՄ։ Հիշեցնում եմ, որ ԵԿՄ անվանման մեջ այս դրամայի ամբողջ էությունն է երկրապահ, երկիր պահող կամավորական միություն։ Քայլ համար 1 նա բեմադրեց օպերացիա Տուշոնկա։ Ես միանգամից ուզում եմ մի բան ձեզ ֆիքսեմ, որպեսզի լինեմ ձեզ հետ մինչև վերջ ազնիվ։ Մամել Գրիգորյանին հասնում էր դա ուրիշ հարցերով գուցե, բայց ոչ այն բանի համար, որի համար Նիկոլ Փաշինյանի հստակ մոնտաժված ֆիլմով, որը նա հանձնարարել էր իր 2 ծաղրածուին, ոմն Ալեն Սիմոնյանի եւ ոմն Արեն Մկրտչյանին, ֆիլմի դեպ մոնտաժվել է հանրային հեռուստաընկերությունում, դրա մասին կամ փաստ էր։ Շատ կարևոր մի հատ բան եմ ուզում ձեզ ֆիքսել, որը հետեւյալն է։ Նայեք, օպերացիա Տուշոնկան երբեք չդարձավ քրեական գործ։ Մավել Գրիգորյանը երկրորդ
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ղարաբաղում էր, ուղղակի առանց ԵԿՄ, որովհետև երբ Նիկոլ Փաշինյանը օգտվելով ձեր հույզերից եւ ձեր հույսերից խայտառակեց Մանվելին, նա ուղղակի քանդեց ԵԿՄ-ն եւ դրեց ԵԿՄ-ի ղեկին մի անձնավորության, որի մասին այնուհետև մենք մենակ լսել ենք կոռուպցիոն սկանդալների շուրջ։ Մանվելին եւ ընդհանրապես երկրապահաներին քանդելուց եւ խայտառականելուց հետո նա սկսեց եւ բեմադրեց Ռոբերտ Քոչարյան օպերացիան։ Ինչին էր նրան պետք Ռոբերտ Քոչարյան օպերացիան, որովհետև Ռոբերտ Քոչարյանը այն մարդկանցից էր, որը նաև կարող էր ամրապնդելով ներքին բանակը խանգարել Նիկոլ Փաշինյանին հանձնել Արցախը։ 2.5 տարի առաջ մենք լսեցինք լկտի սուտը, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։ Ըստ էության մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործը ըստ էության ամբողջ ծավալով բացահայտված է։ Որից հետո մենք լսեցինք, որ Ռոբերտ Քոչարյանը թալանչի եւ դրա համար պետք է նստի, բայց նստեց մարտի 1-ի համար, որովհետեւ պարզվեց, որ եթե ինքը չնստեր եւ բանտում չլիներ, ուշադրություն, նա կխանգարեր մարտի 1-ի գործի արդար քննությանը։ Մի քիչ տարօրինակ է սկսվում, եթե գործը բացված է, ինչերից է։ Ռոբերտ Քոչարյանը արդեն ամիսներ դուրսն էր, կամ դուրսն է։ Խանգարում է ոչ։ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ արդեն 1 ամսից ավել է ունի իր անձնագիրը։ Փախավ ոչ։ Մարտի 1-ի գործի շրջանակում նսեմացվեցին, խայտառակվեցին եւ փորձեցին նաեւ փորձվեց խաղից հանել, նույնիսկ հաջողվեց Ղարաբաղյան կարկառուն գեներալներին Օգանովսկիից մինչև Սեյրան Օհանյան, Լևոն Մնացականյանից մինչև Արշավիր Կանոյան, բոլորը անցել են այդ գործով։ Հիշեք Յուրի Խաչատուրովին։ Մենք այդ գործի շրջանակով մեր կապերը ուղղակի անհասկանալի ձևով քանդեցինք այն կազմակերպության հետ, որը պատասխանատու էր Հայաստանի Հանրապետության եւ մեր անվտանգության համար հապկի ղեկավարը պատմության մեջ առաջի եւ վերջի անգամ հույս ունեմ դեռ կլինի Հայաստանի քաղաքացի Ղարաբաղյան պատերազմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը մարտի 1-ի գործի շրջանակներում հիշում եք հայտնի ձայնագրությունները հետ կանչվեց Յուրի Խաչատուրովը, հետ կանչվեց Հայաստանի տեխնացուն, հետ կանչվեց հապկի գլխավոր քարտուղարը, որովհետև ուշադիր պետք է անհապաղ կալանավորել, որպեսզի մարտի 1-ի գործը բացվի։ Սա արվեց, հապկի հետ հարաբերությունները քանդվեց, գիտեք քանի օր է Յուրի Խաչատուրովը անցկացրել բանտում։ 0։ Երբեք ոչ մի վայրկյան չի նստել, բայց մենք ունեցանք խայտառակված Հայաստան եւ քանդված տասնամյակներով կառուցած քանդված հարաբերություններ հապկի հետ։ Անցանք առաջ ապրիլյան պատերազմի հանձնաժողով։ Ապրիլյանի շրջանակում բոլոր այն հրամանատարները, բոլոր այն գեներալները, որոնք չէին անցել եւ չէին նսեմացել մարտի 1-ի գործով կամ ԵԿՄ-ի գործով, սկսեցին կանչվել ուշադրություն այստեղ կիսա մարդկանց շուրջ զեկուցելու։ Դուք հասկանում եք, որ երբ եղնիկների հրամանատարը գալիս է եւ ոմն անգրագետ ոչինչի մասին աղջնակի դեմ, որը պատմության մեջ մնալու է միմիայն, որովհետեւ նա Նիկոլ Փաշինյանին ասաց. Պարոն վարչապետ, ուզում եմ ասել, ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խոր արմատներ ունի եւ այնքան հեռու է գնում, կախված ձեր կատարած գործնեությամբ եւ անցած ճանապարհով, որ եթե անգամ դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն, ամեն ինչ շատ լավ է լինելու, ես վստահելու եի ձեզ եւ կողմ էի քվեարկելու։ Իրենք ուղղակի հերոս են, որ դրանից հետո շարունակել են ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Չնայած Հայաստանի Հանրապետությունը իդեմս կիսամարտված նսեմացնում էր նրանց։ Անցնենք առաջ։ Երբ նա քանդեց այս ամենը, իհարկե նրան պետք էր ազգային ժողով։ Ազգային ժողովը նրան պետք է մի պատճառով, որպեսզի իրենք պատրաստեն եւ դակեն բոլոր այն օրենքները, որոնք նախապատրաստեցին Հայաստանը պարտության եւ ամենակարևորը,
որոնք հնարավորություն տվեցին հանձնել Ղարաբաղը։ Նա հայտարարեց, հիշում եք, որ մեզ պետք է ինվեստիցիաների համար մեր ազգային ժողովը մաքրվեց, եկավ մեր ազգային ժողովը, ինվեստիցիաները չեկան, բայց արդյունքում ունեցանք ազգային ժողով, հիշում եք, որից հետո սկսվեց օպերացիա դատավորներ վնգստացող։ Այդ մարդիկ տերեր են փնտրում, գնացել են անկյուններում իրանց հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք։ Վնգստացող դատավորները միանշանակ պետք էին, որպեսզի թալանը վերականգնվի, որպեսզի կոռուպցիոներները մտնեն բանտեր եւ Հայաստանը ծաղկի եւ ձեզանից գողացված ժողովուրդ ջանփողերը վերադառնա։ Ես որպեսզի հեշտացնեմ այս խոսակցության այս մասը, մի հատ հարց եմ ուզում տամ։ Գիտեք, քանի հատ կոռուպցիոներ է բանտում այսօր։ Պատասխանում եմ 0։ Եվ իհարկե Նիկոլ Փաշինյանին պետք էր սահմանադրական դատարանը։ Սահմանադրական դատարանը պետք էր, որովհետև այդ բոլոր միջազգային օրենքները, փաթեթները վերջում անցնում են սահմանադրական դատարանով։ Փառք Աստծո, սահմանադրական դատարանի նախագահան Հրայր Թովմասյանն էր։ Փառք Աստծո, որովհետև մարդ էր, որ ուղղակի չվախեցավ։ Եվ մենք տեսանք երկու մարդու կռիվ, անողնաշար սատանայի եւ կիրթ հայորդու։ Նրան ամեն ինչ արեցին, հնարավոր բոլոր սանիկներին ձերբակալեցին, աղջիկներին տարան ահածը, հորը տարան ահածը եւ չգտան ոչինչ։ Նա դիմացավ 2 տարի։ Եվ գիտեք, երբ սկսեց պատերազմը, երբ Նիկոլ Փաշինյանին օրենքների բոլոր հնարավոր սահմանադրական օրենքները խախտելով գրավեց սահմանադրական դատարանը, սահմանադրական դատարանի նախագահ նշանակվելուց, որտեղ ի դեպքում դա նշանակովի պաշտոն է, նշանակումից ուղիղ 7 օր հետո սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, որը բերեց Հայաստանի կապիտուլյացիայի։ Դա դուք կարող եք ասել, որ համընկել է, պատասխանը ոչ։ Այդպիսի համընկություններ չեն լինում։ Մյուս կետը, Ղարաբաղը։ Որպեսզի Ղարաբաղը հանձնվեր, պետք է Ղարաբաղում իրենց համար հարմար իշխանություն։ Եվ քանի որ մենք արդեն գիտենք ու փաստացի մենք արդեն տեսել ենք, որ Հայաստանում կա իշխանության 3 բևեր, դա Նիկոլ Փաշինյանն է, դա Աննա Հակոբյանն է եւ դա Մեծ Սորոսն է։ Նաեւ Ղարաբաղում արտացոլվեցին այդ 3 բևերը, այսպես կոչված 3 գլխանի դեղը այնտեղ էլ առաջացավ։ Facebook-ի կապիկ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի օրհնությամբ ընտրվեց Արցախի նախագահ, Աննա Հակոբյանը որոշեց, որ ազգային անվտանգության քարտուղար պետք է լինի Սամվել Բաբայանը, եւ երրորդը իհարկե արդեն Մեծ Սորոսը որոշեց, որ երրորդ դեպը պետք է լինի Մասի Իսմայելյանը։ Ունեցանք նաեւ Ղարաբաղում խամաչիկ իշխանություն, որը պատրաստ էր անել ամեն ինչ, եւ իդեպ արդեն մենք տեսել ենք, որ անում էին ամեն ինչ։ Եվ պակասում է երրորդ կետը, դա երկիրը պատրաստել կապիտուլյացիայի։ Այդ օպերացիան ուրեմն ստանձնեց Աննա Հակոբյանը, որը սկսեց ուղղակի միակողմանի խաղաղության խարոս։ Ամեն տարի սահմանի այս եւ այն կողմում տասնյակ զինվորներ են զոհվում։ Արդյոք հարցի լուծումը թեկուզ 1 սանտիմետրով մոտեցել է։ Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ, կարող ենք իրականացնել նրա երազանքը եւ նա լինի մեր հյուրը եւ Ստեփան Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը։ Մեր ընկալման մեջ, իմ ընկալման մեջ խաղաղությունը դա պատերազմի բացակայություն է եւ հաղթանակ։ Աննա Հակոբյան եւ Նիկոլ Փաշինյանի ընկալման մեջ խաղաղությունը դա պարտություն է եւ պատերազմ։ Գիտեք, ես հասկացել եմ, որ երբ այսպես կոչված ընդդիմությունը, ինչ եմ ասում այսպես կոչված, շուտով կասեմ, այսպես կոչված իշխանությանը ասում էր կամ ժողովրդին ասում էր մի պարակտեք, դա ենթադրվում էր, որ ինչ-որ կենացային բան է, որ ուղղակի գեղեցիկ բառեր է վախը ծածկելու համար, ոչ։ Մի պարակտեկը սա էր։ Մի պարակտեք, որ երբ թշնամին հասավ, մենք բոլորս տեսանք, որ մենք չունեինք հերոսներ, մենք չունեինք հրամանատարներ, մենք չունեինք մարդիկ, որոնք կարող էին կոնսոլիդացնել հասարակությանը։ Հասարակությունը ման էր գալու մարդ, ում հավատալ, որտեղ հասկանում էին, որ ինչ-որ բան այն չի։
բայց չկային այդ մարդիկ։ Չկային մարդիկ, որոնք ունեին հեղինակություն։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդեց Հայաստանը ներսից, պատրաստելով կապիտուլյացիայի։ Մյուս մասը, որը նա քանդեց եւ պատրաստեց կապիտուլյացիայի, դա իհարկե ռազմական բաղադրիչն է։ Ես ուզում եմ փորձեմ մեկ արագ կետերով անցնեմ առաջ, որպես դուք պատկերացնեք խորությունը եւ նախապատրաստական ամբողջ այդ աշխատանքը, որը արվել է։ Համար 1. Նիկոլ Փաշինյանը կրճատեց այն ստորաբաժանումները եւ գնդերը, որոնք պետք է լինեին ռեզերվային եւ հասնեին օգնության պատերազմի ժամանակ։ Դա փաստ է։ Կետ համար 2 փաստ։ Նիկոլ Փաշինյանը չեղյալ համարեց 2017 թվականին կնքված բոլոր տիպի պայմանավորվածությունները եւ ծրագիրը, որը նախատեսում էր սպառազինությունների տեսակի արկ 2017-ից 2025-ը։ Այդ ծրագրի մեջ նախատեսված է ամբողջ այն զինատեսակը, որը հիմնված է այն դեպքերի վրա, որը մենք տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ, արդեն կար մտածված պլան, թե ինչպիսի զենքեր առնել, որպեսզի չունենայինք խնդիրները, որտեղ այո, մենք ունեցել ենք խնդիրներ ապրիլյան պատերազմի ժամանակ։ Եվ դրա տեղը Նիկոլ Փաշինյանը սկսեց գնել, երկու օրինակ ուղղակի տամ, որ դուք պատկերացնեք, հայտնի ասահականները, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված գեներալ Մովսես Հակոբյանը, կրկնում եմ, դա Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչն էր, հայտարարեց վերջերս, որ ասահականները հին էին եւ չէին կրակում։ 18 թվականի գործող պլանը փոխել են։ Ինչ են ձեռք բերել։ Su-30 SM, ZU-23-22 եւ հետագայում նաեւ ասաններ։ Հիմա հարցեր եք քալիսնա դրանից կրակել։ Ոչ մեկը։ Ձերք են բերել, որտեղ չեմ պատկերացրել պատերազմը ինչ է։ Ժողովուրդ ջան, մենք դրա մասին զրուցել ենք մայիսին։ Ես ձեզ պատմեցի, բոլորը լսեցին եւ չհավատացին։ Նիկոլ Փաշինյանը գնեց Su-30 ռազմական օդանավներ։ Այդ ռազմական օդանավները կարծես երեխայի հեծանիվն են, խաղալիքի պես հանում էր ցույց տալի, ուրախ հանում էր, նկարում էր, անընդմեջ թռնում էին, միշտ թռան, բացի այն ժամանակվանից, երբ պետք էին։ Սուերը երբեք չեն օգտագործվել այս շրջանում։ Սուերի համար Հայաստանի Հանրապետությունը ծախսել է հարյուրավոր միլիոններ, կրկնում եմ, հարյուրավոր միլիոններ, նույնիսկ հաշվի առնելով ամեն ինչը, որ եղել է կոռուպցիա, դրա մասին բոլորը գիտեն, գոնե հանեիք օգտագործեիք։ Իսկ գիտեք ինչու չի օգտագործվել, որովհետև Ռուսաստանի կառավարության որոշման արգելված է զինամթերքը երկրորդ երկրին վաճառել։ Եվ դրա համար մեր սունները այսօր գտնում են մեր երկրում առանց զինամթերքի։ Սուներն անցանք առաջ։ Մենք ունենք պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ։ Ռուսաստանի Դաշնությունը, որպեսզի բարդ անուններով չասեմ, Ռուսաստանը մատակարարում էր պայմանագրերի շրջանակում անվճար զենք եւ զինամթերք։ Գիտեք ինչքան է եկել անվճար զենք եւ զինամթերք 2018 թվականի մայիսից սկսած մինչեւ այսօր։ 0։ Ռուսաստանը չի մատակարարել ոչինչ, քանի որ վստահ չէր դաշնակցի հստակ, նայեք ինչ եմ ասում, հավատարմության վրա, որտեղ իրանք գիտեին, որ զենքերը դուրս են գալի Հայաստանից, որտեղ մենք գիտենք, արդեն մենք իրար հետ գիտենք փաստերով, որ այդ զենքերը հայտնվում են, զենքերը զինամթերքը հայտնվում են երրորդ երկրներում։ Մեզ ասում էին, որ մեր գործընկերների հետ հարաբերությունները փայլուն են, արդյունքում մենք չենք ստացել ընդհանրապես անվճար զենք եւ զինամթերք։ Մյուսը Հայաստանի Հանրապետությունը ուներ հստակ, շատ հստակ կազմակերպված մի գործընթաց, որով պետությունը գնում էր պետությունից զենք եւ զինամթերք։ Նիկոլ Փաշինյանը դա էլ քանդեց եւ Դավիթ Տոնոյանի հետ իրենց արդեն գործընկեր եւ շատ հարազատ ընկեր Ոմն պատրոն Դավիթի միջոցով ստեղծեցին մի ամբողջ կոռուպցիոն համակարգ, որը նաև զրկեց Հայաստանին հնարավորությունից
գնելու պետական գներով զենք եւ զինամթեր, դրա մասն եմ խոսել։ Մյուսը խայտարակ իրավիճակ կարգապահական եւ կադրային զորքերում։ Որպեսզի դուք պատկերացնեք, ժողովուրդ ջան, կա 9 պաշտպանական կար, 9 պաշտպանական շրջան։ Այդ 9 պաշտպանական շրջանից 8-ի հրամանատարները 2.5 տարիների ընթացքում մի քանի անգամ փոխվել են։ Մի քանի անգամ փոխվել է պաշտպանության բանակի հրամանատարությունը։ Պատերազմող երկրում 3 անգամ փոխվել է գլխավոր շտաբի պետը։ Պատերազմող երկրում նշանակվեց ուշադրություն ստորաբաժանման ղեկավար մի անձնավորություն, որը հայտնի էր մենակ մի բանով, որ իրեն պատկանող, իրեն ենթակայության տակ զինվորները միացել էին այսպես կոչված թավշա սիրո ու այդ անհասկանալի process-ին։ Այդ մարդուն նշանակեցին սահմանապահ զորքերի հրամանատար։ Թե ինչ եղավ դրանից հետո մի օր խոսենք, բայց ես ձեզ ասում եմ, որ հոկտեմբերի 26-ին, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը այդ մարդուն աշխատանքից ազատում է խայտարակ պայելաձևի համար եւ պետական դավաճանության կասկածի։ Նիկոլ Փաշինյանը նշանակում էր ոչ թե պրոֆեսիոնալներին, այլ մարդկանց, ում ուղղակի ինքը A կամ համակրում էր, B ուներ անձնական կապ եւ հավատարմություն։ Ազգային անվտանգության ծառայությունը։ Մեր դաշնակիցները մեզ չեն տվել ոչ մի հետախուզական ինֆորմացիա երկու պատճառով։ Պատճառ համար 1 չէին հասցնում ծանոթանալ ԱԱԾ-տնօրենների հետ Նիկոլը դրանց փոխում էր, վերջում դրեց Նիկոլը Արգիշտի Քարամյանին։ Ուրեմն մի հատ բան եմ ասում, որպեսզի ձեզ ամենահեշտ լինի պատկերացնել։ Արգիշտի Քարամյանը չի ունեցել նույնիսկ հեռախոսահամար, որպեսզի զանգահարի եւ ինֆորմացիա խնդրի մեր դաշնակիցներից, որոնք տիրապետում էին ամբողջ տարածաշրջանում, թե ինչ է կատարվում։ Եվ Արգիշտի Քարամյանին Նիկոլ Փաշինյանը ազատեց աշխատանքից, հիշում եք պատերազմի ամենակարևոր օրերին։ Գիտեք ինչու՞, որովհետեւ պարզվեց, որ Արգիշտի Քարամյանը իր բարեկամի հետ միասին կոռուպցիայից ելնելով ուղղակի փող են վերցրել Հայաստանի Հանրապետության անձնագիր են տրամադրել տերորիստներին։ Դրա մասին մի օր երևի վստահ քննությունը խոսի։ Ինչևից է։ Եվ իհարկե երկրորդ պատճառն էր Արմեն Գրիգորյանը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության քարտուղար էր, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար էր, մի անձնավորություն, որը ամբողջ աշխարհում հայտնի է որպես Սորոսի Արմեն։ Հիմա խնդրում եմ անկեղծ, ինչ եք մտածում։ Ռուսաստանի Դաշնությունը, որը համարում է Սորոսին թշնամի, այդ որում Սորոսն է համարում է Ռուսաստանի Դաշնության թշնամի, դրա մեջ գաղտնիք չկա, կտրամադրի գաղտնի հետախուզական ինֆորմացիա մի մարդու, ով որ Սորոսի դրածուն է։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդեց մեր բանակը։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ քանդեց ամեն ինչը, զենքը, զինամթերքը, ինֆորմացիան, ամբողջ համակարգերը, հասավ կարևոր կտորին, որը նաև շատ ռազմավարական է, զորքի ուտելիքը։ Հիշում եք ամբողջ այդ PR-ը, որի անունը ես դրել եմ ելակային քանդոցի։ Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարությունը խնդրել է Նիկոլ Փաշինյանին առաջի գծի զորամասերը զերծ պահել այդ ծրագրից, դա անել Հայաստանում, ուզում եք զորքը ելակոտի, ձեր ցավը տանեմ, թող դա լինի Հայաստանում, բացատրեմ ինչու, որովհետև երբ սկսում է պատերազմը, քաղաքացիական կազմակերպությունները, որոնք պետք է այդ մատակարարային ուտելիքը, չեն կարող գալ, չեն կարող հասնել, եւ դա նորմալ է, որովհետև զորքը պետք է ունենա զենք եւ ուտելիք։ Երբ որ սկսվեց պատերազմը եւ այդ կազմակերպությունները, իդեպ նրանք շատ հայտնի են անհասկանալի կապերով Փաշինյանների եւ Հակոբյանների ընտանիքի հետ, ինչերից է։ Այդ մարդիկ օբյեկտիվ պատճառներով չէին կարող մատակարարել ոչ միայն ելակը, նաեւ հացը եւ միսը, եւ զորքը մնաց սոված։ Ուտելիք կար, ուտողը կար, համակարգը չկար, որ հասցներ։ Եվ անցնենք ամենակարևորին, դիվանագիտական բաղադրիչին։ Կա ծեծված մի ասացվածք, որ պատերազմները սկսում են այն ժամանակ,
եւ լռում է կամ ձախողում է դիվանագիտությունը։ Գիտեք, մեր պատերազմը չի սկսել այսօր եւ ձախողվեց դիվանագիտությունը։ Մեր դիվանագիտությունը ձախողվեց 2018 թվականին։ Այդ վայրկյանին մենք կարող ենք արձանագրել, որ մենք պարտվեցինք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը քանդեց ամենակարևոր բանը, որը մենք ունեինք, մեր ամբողջ դիվանագիտական աշխատանքը։ Երբ ես խոսում եմ դիվանագիտության մասին, ես խոսում եմ եւ դիվանագիտության, եւ Հայաստանի իմիջի, եւ միջազգային հարաբերությունների մեջ Հայաստանի եւ հայ ժողովրդի դերի մասին։ Ես կսկսեի այս պատմության վերջի մասը, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն զրոյացրեց մեր ամբողջ դիվանագիտական աշխատանքը ամենամեծ թակարդով, որը նա միտումնավոր գծեց Հայաստանի Հանրապետությունը։ Գծեց մի շատ պարզ պատճառով։ Նիկոլ Փաշինյանին պետք էր ռազմական հաջողություն, որը նա պետք էր ներկայացնել որպես աննախադեպ հաղթանակ, որպեսզի մարդիկ իր ընտրազանգված անշուշտ վստահորեն հավատային, որ Նիկոլ Փաշինյանը նաև ռազմական տաղանդ է եւ հանճար։ Եվ դրա համար Տաուշյան մարտից նա ստացավ Տաուշյան պատերազմ եւ Տաուշյան հաղթանակ։ Եվ բաժանելով տասնյակներով մարտական խաչերը եւ ազգային հերոսի կոչումներ, Նիկոլ Փաշինյանը իրականում ստեղծեց ինքը իրենից, կրկնում եմ, հանճար, բայց ամենամեծ վատությունը, որ արեց, Հայաստանի Հանրապետությունից դե ֆակտո սարքեց ագրեսոր։ Նայեք, շատ կարևոր նյուանս եմ ուզում ձեզ պատմեմ։ Հայաստանի Հանրապետությունը մարդկանց միջազգային հանրության անշուշտ ընկալումներում եւ նաեւ դիվանագիտության մեջ, չնայած Ադրբեջանի բազմաթիվ ջանքերի, երբեք չի եղել ագրեսոր։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է Արցախի անվտանգության գարանտը, իսկ այս ամբողջ պատմությունը, որի անունն է Արցախյան պատերազմ, դուք նայեք օտարի աչքերով, եղել է պատերազմ, որը չեն սկսել հայերը, որովհետև հայերը ապրում էին այն հողերի վրա, որոնք հազարամյակներով հայկական էին, եւ ադրբեջանցիները սկսեցին հայերին ջարդել, Սումգայիթի ջարդը, Բաքվի ջարդը, եւ մարդիկ ինքնապաշտպանվելով սկսվեց պատերազմ, որը բերեց Արցախի Հանրապետության ստեղծմանը եւ 7 շրջանի ազատագրմանը որպես անվտանգության գոտի եւ անվտանգության երաշխիք։ Ընկալումները փոխվեցին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց ինքը իր PR-ը անելով քարոզել, որ Հայաստանը այո, ինքն է այո, մենք այո հաղթեցինք։ Ընկալումների փոփոխություն տեղի ունեցավ, որը Նիկոլ Փաշինյանը միտումնավոր չնկատեց։ Նիկոլ Փաշինյանը 2.5 տարվա մեջ զրոյացրեց այն ամբողջ բանակցային փաթեթը, որը սկսվել էր 91 թվականից, կրկնում եմ, եւ հիմք դրվեց Արցախյան միջազգային ճանաչման գործընթացի, որը ամենակարևորն էր եւ հիմք դրվեց ազգերի ինքնորոշման իրավունքի այսպես կոչված մադրիդյան սկզբունքներից մեզ համար ամենակարևորին։ 2000, եթե չեմ սխալվում, 7-ին դրանք Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք տվեցին, ձևակերպվեցին, իսկ 2008 թվականից սկսած ստացան Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ունեցան մի սուարում։ Դա մեր ամենակարևոր ձեռքբերումն էր։ Եվ ամբողջ ձեռքբերումները, որոնք ավարտվեցին Արցախյան ապրիլյան պատերազմի հաղթանակից հետո, որովհետև Ալիևին չհաջողվեց այն, ինչի համար նա սկսել էր այդ պատերազմը, ավարտվեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարություններով։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը, ծափողջունների ներքո անշուշտ, հայտարարեց, որ ինքը սկսում է բանակցությունները իր սեփական կետից, նա ուղղակի զրոյացրեց եւ նաեւ ասելով, որ այն ինչ եղել է մինչեւ այս, ես համարում եմ առ-ոչինչ, զրոյացնելով բոլոր մեխանիզմները պատերազմ չսկսելու, զրոյացնելով բոլոր մեխանիզմները
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելով եւ ամենակարևորը զրոյացնելով 30 տարվա դիվանագիտական փիլիսոփայությունը եւ դիվանագիտական կապերը։ Հայաստանի Հանրապետությունը մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանություն երբևիցե չի եղել ոչ համահունչ եռանախագահների հետ։ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները համահունչ չէին, հակառակը դեմ էին եռանախագահների ընդգծված դիրքորոշմանը։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետև դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում։ Ու ինչ բան, որ հետո կյանքը ցույց տվեց, որ ինքը հետո գաղտնի ստորագրեց, պարզվեց լավ է մանդատ ուներ։ Բայց ում էր այդ նախապայմանը դնում։ Հանրությունը ծափահարում էր, իսկ եռանախագահները ուղղակի արհամարեցին։ Այնուհետև մոռանալով այդ հայտարարության մասին, սկսում է բանակցել, հայտարարելով, որ չի բանակցում։ Հիշում եք դուք, Զորապ Մնացականյանը ժամերով փակվում էր Մամեդյարովի հետ եւ բանակցում էին 7 ժամ, 6 ժամ, 8 ժամ, եւ այնուհետեւ ասում էին մենք ոչինչի մասին չենք բանակցել։ Մինչեւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը, եթե չեմ սխալվում, 2020 թվականի հունվարին ասաց, որ այո, կան բանակցություններ, ընթանում են բանակցություններ փուլային տարբերակի մասին։ В апреле прошлого года, да, в Москве на встрече министров иностранных дел России, Армении и Азербайджана с участием сопредседателей были распространены, и они сейчас активно обсуждаются. Эти документы предполагают продвижение к урегулированию на основе поэтапного подхода. Եվ թող մեզ ոչ մեկ չասի, այդ ինչ եք բանակցում, ինչ որ պետք է այն էլ բանակցում ենք։ Հետևաբար մենք 2.5 տարի չենք իմացել ինչ է բանակցում, չենք իմացել բանակցում է թե ոչ, իմանալով որ անշուշտ բանակցում է։ Սկզբում նա հայտարարում է, որ ինքը չի բանակցելու, եւ պետք է բանակցի Արցախի Հանրապետությունը։ Հետո անում է մի հատ բան, որը իրականում վիժեցնում է ամեն ինչ։ Վիժվածքը վիժեցրեց Արցախը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է ավարտ դիվանագիտական գործընթացի։ Դա նշանակում է, որ Հայաստանը եւ Արցախը նույնն են, որից հետո նա շարունակում է բանակցել։ Կամ ձև անել, որ բանակցում է, որտեղ այդ պահից բոլորի համար արդեն հայտնի էր, որ վերջ պատերազմի հետ հաշվարկը սկսված է։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը բոլորին թվում է, որ Նիկոլ Փաշինյանը գեղեցիկ ձևակերպումներ է անում ուղղակի PR-ի համար։ Ես այսօր դες վստահորեն կարող եմ ասել, փաստերի վրա հիմնվելով, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի գեղեցիկ ձևակերպում չի արել ուղղակի։ Նույնիսկ նրա հայտնի այդ հիմարությունը Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է լինի ընդունելի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար եւ այո, պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ես վստահ եմ ձեզ հիմա ասում, որ Նիկոլ Փաշինյանը չունի այդքան ուղեղ այդպես մտածելու։ Ես չգիտեմ ով է դա մտածել, կամ ովքեր են դա մտածել, բայց որ դա եղել է հստակ մտածված պլան, ես ձեզ վստահորեն ասում եմ, եւ դուք անշուշտ արդեն կարող եք տեսնել, որովհետեւ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը միանգամից հանեց այն զենքը, որի դեմ Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունը հաջող ձևով կռվում էր տասնամյակներ։ Դա Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի զենքն էր։ Դրանից հետո սուբյեկտ դարձավ այդ համայնքը եւ իրենց ղեկավարը, որոնց է սկսեցին հանդիպել եռանախագահները։ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել ուղղակի։ Նա Դուշանբեի վերելակում ծախեց Հայաստանը, նա ծախեց Արցախը, երբ նա խնդրեց մուրած ժամանակ, որպեսզի նախապատրաստի Հայաստանի Հանրապետությունը պարտության, այդ ժամանակ, երբ նա պայմանավորվեց չկրակել, նա չէր կրակում սահմանին, եւ մենք ունեցանք հստակ փաստերով, որոնց մասին մենք զրուցել ենք, որ Ադրբեջանը
ուժեղացրեց եւ պնդացրեց եւ նախապատրաստեց հարձակմանը առաջի գիծը։ Նա զիջեց Նախիջևանի սահմանամերձ շրջանները, հնարավորություն տալով Ադրբեջանին կրակի տակ պահել ռազմավարական ճանապարհները։ Նա պայմանավորվեց չկրակել դիվանագիտության մեջ եւ Հայաստանի Հանրապետությունը ժամանակի ընթացքում զիջեց ամբողջ փաթեթը։ Նիկոլ Փաշինյանը վերելակում մեզ ծախել է 5000 տղաների կյանքերը, ծախել է հազարավոր տղաների կյանքերը, որոնք մահացել են հանուն Արցախի, հանուն Հայաստանի 91 թվականից ի վեր, ծախել է Սումգայիթի զոհերի հիշատակը, ծախել է Բաքվի ջարդերի հիշատակը։ Նիկոլ Փաշինյանը ծախել է մեզ, մեր արժանապատվությունը, մեր հաղթանակը, եւ դա արել է հստակ հետևողական ծրագրով։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը, երբ գրավեց համալրական դատարանը, պակասում էր մի կտոր, որ նա օֆիցիալ հնարավորություն տա Ադրբեջանին հարձակվելու։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է Զորաբ Մնացականյանին, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածի հայտարարություն, որտեղ ասված է մոտավորապես, որ մենք չենք բանակցում իշխանությունը ժառանգացի հետ, որտեղ Հայաստանի Հանրապետության իշխանություն լեգիտիմ է, իսկ Ադրբեջանի նախագահի իշխանությունը ժառանգած է իր հորից։ Հետևաբար մենք չենք կարող բանակցել մի իշխանության հետ, որին չի ընտրել Ադրբեջանի ժողովուրդը։ Պատերազմին մնացել էր հաշված ժամեր։ Նիկոլ Փաշինյանը հստակ ասաց. ես պատրաստ եմ, Հայաստանը ծնկի է, եկեք։ Եզրափակելով այսօրվա հանդիպումը մեր, ես ուզում եմ ձեզ պատմեմ մի տեսանյութի կամ աուդիոյի մասին, որը վերջերս հայտնվեց համացանցում, վստահ եմ եկել եք հանդիպել, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իլհամ Ալիևի մտերիմ ընկերը, առաջարկում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի Հանրապետությանը գումար 5 միլիարդ դոլար, որպեսզի զիջի Հայաստանի Հանրապետությունը 7 շրջանները կամ 5 շրջանները + 2։ Мы хотим жить в мире и спокойствии, но наше желание только, к сожалению, недостаточно. Ну как-то вот я отдам всем районам, а они потом начнут воевать. А если не начнут? Как если не начнут? А можно разве если оставить во 150 тысяч населения? Так вот я и говорю, что ну тогда хорошо, давайте, коль мы организация, защитим, сделаем так, чтобы не было войны после того, как это. Но это уже мы должны решить. Мы должны туда определенные миротворческие силы направить. К примеру, мы же не воевать туда придем, а договоренности соблюсти. Понимаешь, вот тут твоя позиция слабовата, мне кажется. Моя позиция слабовата? Почему? Нет, ну, я не отдам 7 районов, потому что ты потом против меня начнешь воевать. А тут сразу, а если не начнем? Конечно. А что значит, если не начнем? А если начнем? Гаранты вступают в дело. А почему просто так отдавать? Я не понимаю. Как просто так? Ну, он заплатит. Он тебе предлагал 5 миллиардов на первом этапе, если ты уже... Пусть я ему даю 6 миллиардов. Пусть он откажется от этого. От чего? От 7 районов? Да ты что? Սերժ Սարգսյանը մերժել էր եւ մերժեց այդ առաջարկը։ Այնուհետև աշխարհը մերժեց առաջարկը մերժողին։ Այնուհետև հայերը մերժեցին առաջարկը մերժողին։ Այնուհետև հայտնվեց Ղարաբաղ մերժողը։ Հայերը ընտրեցին Ղարաբաղը մերժողին, եւ այդ մերժողը սկսեց պատրաստել Հայաստանը պարտությանը, պատրաստել ներքաղաքական դաշտը, պատրաստել ռազմական տեսանկյունից եւ պատրաստել անշուշտ դիվանագիտական տեսանկյունից։ Արդյունքում մենք չունենք Ղարաբաղ, մենք չունենք 5000 կյանք, մենք չունենք մեր հայրենիքի մի մասը, մենք չունենք վանքեր, մենք չունենք եկեղեցիներ, մենք չունենք նույնիսկ մեր գերեզմանները, մենք չունենք արժանապատվություն, մենք չունենք հաղթանակ։
Մենք ունենք ամոթի խորը զգացում։ Մենք ունենք դավաճան, որը դեռ մեր երկրի ղեկին է եւ շարունակում է իր դավաճանությունների շարքը։ Մենք ունենք տասնյակ հազարավոր վիրավորներ։ Մենք ունենք սուկ, վիշտ եւ ամենակարևորը, մենք ունենք զրոյացած մի ամբողջ կյանք, որը դրել է մի ամբողջ երկիր 88 թվականից սկսած։ Ռեքվիեմ Ղարաբաղ, կհանդիպենք շուտով։